արտաքին գործերի նախարարությունը Զվիցերիո նրա վրա հեծնելով, որ թե Հայաստանի կառավարությունը եւ թե Ադրբեջանի կառավարությունը չեն ուզում այդ ուղղությամբ ընդհանրապես նստել եւ խոսել, ցես հասկացնել դալիս է թե երկու բան։ Մեկը դա որ որքան խերջ է միջազգային իրավունքը, եթե միայն երկու երկիրների դիրքորոշումը պիտի նստի եւ պիտի նայի, որովհետեւ մի փոքրամասնության իրավունքները որևէ ցեվով չեն ակնկալվում։ Եվ երկրորդ, որքան խերջ է Հայաստանի կառավարության դիրքորոշումը այս խնդրի հետ կապված, որովհետեւ չհասկանալը թե արցախահայերի իրավունքները, հայաթափման իրականությունը Արցախի, ինչպես որ եղած էր նաև Նախիջևանում եւ ատկե առաջ, իհարկե, ինչպես որ դեղի ունեցավ Արևմտա Հայաստանի մեջ։ Ինքը չհասկանա թե ընդհանրապես իրեն ճիշտը ինչպես արժեվ պետք է դանի, ուր որ դարվեց Հայաստանի Հանրապետության հիմնավորումից հետո 1991-ից հետո այսինքն ուզում եմ ասել, դա հասկացնել տալիս է թե մենք ինչ տեսակ խնդրահարույց կացության մեջ ենք գտնվում։ Եվ սա երեք շաբաթ մնացել է շատ կարևոր ընտրությունների շեմին։ Այսինքն այդ բանի մեջ մտնալը, այդ խաղի մեջ մտնալը, որ ով զբաղվում է Ղարաբաղի իրավունքների, Ղարաբաղի անձնավորությունների, ժողովրդի իրավունքների հետ կապված հրահրում է բادرազմ եւ ով չի զբաղվում խաղաղություն է հրահրում, դա արդեն մի պատմական սխալ է եւ սուտ է։ Եվ սա պետք է ամեն ցեվով ընդգծել, որովհետև մի քիչ շատ թյուրին է այդ տեսակ բանի մեջ մտնալը, խնդիրի մեջ մտնալը։ Արդյոք օրինակ համար Ռուսաստանը եւ Ճապոնիան իրար հետ դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Նույն ժամանակում, երբ որ Ճապոնիան ուղղակի հիշացնում է Քուրիլ գղզիների իրականությունը եւ միջազգային իրավունքի կողմէ չլուծած խնդիրը։ Մենք շատ գործ ունենք անելիք եւ շարունակ հետ քաշվելով չէ որ մենք պիտի լուծենք մեր իսկական խնդիրները։ Մեր իսկական խնդիրները մենք պիտի լուծենք միջազգային քաղաքականությունը, դիվանագիտությունը, իրավունքը կործածելով մեր հնարավորությունները ունիվերսալիզացման հնարավորություն տալու եւ ոչ հետ կայնելով կարծելով որ դա պիտի ստեղծե լուծման մի խնդիր։ Մենք չմոռանանք, որ մինչև այսօր 240 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածք ինքը Ադրբեջանի ռազմական դիրքորոշման տակ է։ Եվ ոչ մեկը այդ 48 երկիրների, որոնք եկան եւ 4 հունիսին անցկացուցին այդ կակատնաժողովը, ոչ մեկը այդ քայլին չգնաց ասելով, որ մենք ուղղակի մի երկիրի մեջ ենք խոսում, որը այս վարքյանից ինքը այդ դիկտատուրայի բռնորոշման, բռնի գործողության բաթանտը դարձել է։ Չխոսենք ընդհանրապես քերիների մասին, քերիների հերանեկարի մասին, թե ինչպես ընդհանրապես այս մարդկանց դեսլագանը պիտի կարողանա
բախպանվիլ եւ պաշտպանվիլ Ռուբեն Վարդանյանի եւ նախկին արտաքին գործերի նախարարը Դավիթ Բաբայանի, որ անցամ ճանաչում եմ, այս դիրքորոշումը Հայաստանի մարդկային իրավունքների պաշտպանի դիրքորոշման հետ կապված ես միայն հասկանում եմ եւ ոնց հասկանալ, որ այս ինստիտուտը հետ կայնելով պաշտպանելու իրենց իրավունքները ինքը գարմիր քորքը բերում է հենց այդ բեռնաբերին, որը մեզ այդքան վնաս է հասցրել եւ շարունակում է հասցնել մինչեւ այսօր 2020-44 պատերազմի եւ Արցախահայության էթնիկ զտման իրողության մասին է խոսքը։ Չեմ խոսում ընդհանրապես հայկական մշակութային արժեքների ոչնչացման մասին 4000 հուշարձանների մասին ինչ պիտի լա իրենց հետևանքը, իրենց հարաճգան ասոնց թիմացի ինչն է ուղղակի ցանգալի բաների կողմից, իշխանությունների կողմից տրիպի օդի մեջ քրված մի ծրագիր կամ դադարք խոստումներ, որոնք դադարք էին, ամբողջ այդ խոստումները, որոնք տեղի ունեցան 4-ին եւ 5-ին մայիսի ադեն, այս կակատնաժողովների ադեն։ Ես որևէ մի կոնկրետ համաձայնություն չկարողացա տեսնել, ի բացի արհեստական բանականության խնդիրի ուղիղ գաբերի հնարավորությունների համաձայնագրի մասին։ Ես որևէ մի բան չտեսա։ Միմիայն եւ միմիայն ստեղծվում է այդ հնարավորությունը, որովհետեւ Նախիջևանի եւ Ադրբեջանի միջև եւ իհարկե Թուրքիայի հարաբերությունները հեշտացվեն։ Սա մի քիչ է եւ իհարկե վտանգավոր է։